շատ լավ։ Շնորհակալություն, որ եկել եք լուսաբանելու, դա շատ կարևոր է ու կարևոր չի թե ինչքան մարդ կկա այստեղ կկանգնի, ես ու Աննան մեկա գալու էինք, որովհետև կազմակերպել էինք մենք, որոշել էինք մենք, որ պետք է գանք կանգնենք։ Ձեր հարցին ի պատասխան ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր բռնություն իմ կողմից կոնկրետ եւ ըստ էմ Աննայի կողմից էլ դատապարտելի է, բայց նայելով կադրերը, որոնց համար որ այսօր այդ երեխան նստած է, դե ես բռնություն չեմ տեսնում։ Եթե ինքը ձեռքը գցել է եւ դրանից հետո ստացել է հարված, ընկել է գետին, ունի բազմաթիվ կրկնում եմ նորից, որտեղ խոսել ենք մայրիկի հետ, խոսել ենք պաշտպանի հետ, անհամատեղելի կալանքի հետ հիվանդություններ, այդ երեխան չպիտի լինի։ Ու ես այսօր այստեղ եմ ասելու այդ վերևի մարդուն, որ չպիտի այս երկրում խոսքը, չպիտի այս երկրում վերաբերմունքը, քաղաքական հայացքները եւ նման բաները միանգամից կալանքի տարվի, դա նորմալ չի։ Լավ, մենք գիտենք ընդհանրապես այս երկրում, որ գոյություն ունի տնային կալանք, պայմանական կալանք եւ նման բաներ։ Մենք պիտի իմանանք, գիտեք, շատ մարդիկ չգիտեն, որ տենց բաներ գոյություն ունի, որովհետեւ չի կիրառվում դա։ Գիտեն, որ միանգամից մեկը մի բան ասեց, ինձ ամեն օր գրում են Անահիտ ջան, զգուշ եղի, քեզ չբռնենք։ Ինչի պիտի բռնեն, որ ես իմ խոսքի ազատությունը ժողովրդավարական բաստիոնում կիրառում եմ, որ ասում եմ այն ինչ մտածում եմ, թե ընդդիմության, թե իշխանության, թե ինչ-որ մեկի մասին, չէ, դա նորմալ չի, ժողովուրդ, մենք պիտի հասկանանք ու տեր կանգնենք այդ ամեն ինչին։ Իսկ այդ նորից գանք դեպքին։ Կոնկրետ ինչի համար Դավիթը պետքա գնա գոնե տնային կալանքի հիմա, որովհետև առաջին հերթին Դավիթը չի արել այնպիսի հանցանք, ինչի համար 12-րդ դասարանի աշակերտը, որը հենց հիմա պիտի դասարանում իր դասաժամն է, հենց հիմա։ Այո, պիտի լիներ, չնայած որ կոկորդիլոսագետները ասում են, որ ինքը վերջի զանգը ուրախանում են դրա վրա։ Ես ինչ խոսամ այդ մարդկանց հետ։ Ես այստեղ եմ ոչ թե իրենց բան ասելու, այլ մեր հանրությանը ասելու, որ մի վախեցեք, ձեր ձայնը հնչեցրեք, միշտ ու ամեն տեղ ու մի վախեցրեք, կալա բոլորիս հո չեն տանելու կալանքի։ Դա նորմալ չի, ժողովուրդ, որ մենք ասում ենք կկալանավորեն, եկեք լռենք, կկալանավորեն, եկեք չխոսենք, հետո Բայց իշխանության գործողությունները հենց դրան չեն տանում, որպեսզի կալանավորեն Բայց եւ լրացնեն։ Okay, բա մենք ինչի համար ենք բանականությամբ օժտված մարդիկ Աստծո կողմից, որպեսզի մեզ անընդհատ օրինակ, չգիտեմ, անասունի պես այս կողմ բրթեն, այն կողմ բրթեն, մենք գնանք, ոչ, բանականություն է տվել, Աստված տվել է մեզ միտք, ուղեղ, որ այդ ամեն ինչը կարողանանք գործածել ու մենք իրականում ես չեմ հավատում, որ մենք այն մարդիկ ենք ու այն ազգն ենք, որին որ կարող են ասել, ես գիտեք ինչի վրա եմ ավելի շատ զայրանում, որ մարդիկ նստում ու սկսում են գրել, ոչ այնքան որ իրան կալանք են տվել, որովհետև կալանք տվողներին արդեն բոլորս ենք ճանաչում 8 տարի շարունակ իրենց գործելավոճին էլ ենք ծանոթ, ամեն ինչին էլ ենք ծանոթ։ Այլ այն մարդկանց վրա եմ զարմանում, որ նստում են եւ սկսում են քննադատել 12-րդ դասարանի երեխուն եւ արդարացնել նրան խփողին, արդարացնել նրան կալանք տվողին, արդարացնել այդ ամեն ինչը։ Հիմա գլխավոր դատախազը ինչ է ակնկալում, ինչ կարող են։ Աննայի ակնկալիքները մեծ են ավելի։ Ես Նիկոլ Փաշինյանի լրագրողը հարց տվեց հնարավորը որներեք, ինքը ասեց, ես ով եմ որ ներեմ, հա, զբաղվում է դրանով իրավապահ համակարգը, իր ներկայությունը ճնշում։ Ես ասեցին Անահիտ ջան, եթե դու կտաս գալիս եմ Ժորժիա։ Ինչ կարող է անել։